Այդ կուզեի, որ իրենք այդ հարցին ինձ լսելով հիմա պատասխանեն, երբ որ իրենք սակագնի իջեցման մասին են խոսում այդ կտրվածքով, ինչու չեն մատնանշում, որ այդ գրության երկրորդ կետով էլ նշում էին, որ առաջարկում էին նաև 6 ամսվա կտրվածքով կատարված ներդրումները մտցնել սակագին։ Իսկ ներդրումները կատարված ներդրումների չափը սակագին մտցնելը դա բերում էր արդեն բացասական ազդեցություն, եթե առաջի կետով դրական ազդեցություններ ունենալու, երկրորդ կետով բացասական ազդեցություններ ունենալու, 3.6 միլիարդ դրամի դեպքում 6 ամսվա կտրվածքով ձևավորվելու էր 0.5 դրամի սակագնի իջեցման հնարավորություն, բայց արդեն դրան գումարած ներդրումային ծրագրերը, եթե մենք մտցնեինք սակագին, այդ տարբերությունը կրճատվելու էր եւ ընդամենը 0.2 դրամի մասին էր խոսքը 0.2 դրամի, որպեսզի լավ հասկանաք ինչ թվաբանության մասին է խոսքը, միջին սպառող Հայաստանի Հանրապետությունում, եթե 200-ից 250 կիլովատ-ժամ հոսանք է սպառվում տարվա կտրվածքով, հա, ամսական 40-ից 50 դրամի մասին էր խոսքը։ Կարող եք պնդել, որ ինչ կապ ունի, իջեցնեիք, ընդունելիս պնդում է, բայց ամբողջ պատկերը այստեղ ոչ թե թվաբանության մեջ է ամբողջ խնդիրը, այլ թվաբանությունը համապատասխան գործոնների ազդեցությունը գնահատելուց հետո շատ կարևոր է հասկանալ, որ այդ իջեցումը, որ սակագների իջեցումը, որ որոշում է հանձնաժողովը դրան գնալ, կկարողանա առաջիկա տեսանելի 2-3 տարում պաշտպանել, թե հնարավոր պետքա 6 ամիս հետո գասի կներեք ժողովուրդ, այդ 6 ամիսը այս պլյուսները կար, քանի որ ձմեռը ավելի ազդակներ եղան, չգիտեմ, դոլարի կուրսը թանկացավ, ջրի պակաս կար եւ այլն, հիդրոռեսուրսներով հիդրոկայանները քիչ աշխատեցին, այլ ազդեցությունների հետևանքով ստիպված նորից պետքա թանկացնեմ։ Ամբողջ խնդիրը սա է, ես այսքան ծավալվեցի այս հարցի շուրջ, որպեսզի թե ձեզ մոտ, թե ազգաբնակչության լայն շերտի մոտ շփոթ չառաջանա։ Եվ օբյեկտիվորեն, եւ սուբյեկտիվորեն ես այս երկրում այն առաջին անձնավորություններից մեկն է մի պաշտոն է, որ ես ինքս եմ շահագրգռված հնարավորինս արագ, եթե կա այդպիսի հնարավորություն սակագին իջացնելու, որովհետեւ դրա ամբողջ դիվիդենդները բառից բուն իմաստով իմ ռեյտինգի, իմ չգիտեմ հեղինակության հետ է կապված լինելու եւ ինքնանպատակ ես չիջացնել սակագին, կներեք դա անհեթեթ